Պարոն Աբրահամյան, ինչքանով է արդար դատավճիռը, ինչ սպասելիքներ ունեիք։ Նախ դատավճիռի արդարության մասին նույնիսկ իշխանության տարբեր դեմքեր են խուսափում խոսելուց, ճիշտ է, կան ինչպես միշտ իրենց մեջ կամիկաձեներ, քաղաքական կամիկաձեներ, ովքեր մտնում են թեմայի մեջ եւ փորձում են իրենց իշխանական կուրսը շարունակելու, բայց այն գործընթացները, որոնք տեղի ունենում Հայաստանում, եւ այն կոնկրետ process-ը, որը Դավիթ Համբարձումյանի դեմ էր իրականացնում, շատ ակնհայտ է դարձել, որ իրականության մեջ այստեղ իրավաբանություն գոյություն չունի, կա ընդգծված քաղաքական process, կա այդ համայնքի ընտրված եւ հեղինակություն ունեցող հարգանքի արժանի համայնքի ղեկավար, ում մոտեցումները, տեսակետները որևէ ձևով չեն հատվում իշխանության տեսակետների հետ, մարդ, որ հստակ իր դիրքորոշումը արտահայտում է երկրում առկա քաղաքական process-ների եւ գործող իշխանության եւ նրա ղեկավարի իրականացած կամայականությունների եւ պետականագործան գործողությունների համատեքստում եւ բնական է, որ հատկապես առաջիկայում սպասվող ընտրությունների համատեքստում իշխանությունը ամեն ինչ անում է իր համար դաշտը մաքրելու, իր համար վերընտրությունը հնարավորինս բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար։ Այս իրավիճակում այս փուլը համայնքի ղեկավարի նկատմամբ է իրականացվում, այն մարդիկ, որոնք նույնիսկ հետագայում կլինեն նեյտրալ, այսինքն չեզոքություն կպահպանեն, նրանք եւս սնգնելու են այդ հետապնդումների տակ։ Իսկ Դավիթը եւ Դավիթի նման ամենքի ղեկավարները, որոնք կրկնում եմ ունեն ընդգծված դիրքորոշումներ, բնականաբար առաջին հարվածը հենց նրանց ուղղությամբ է։ Պարոն Աբրահամյան, տեսեք, վճռի հրապարակումից հետո Աժանախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է Դավիթ Համբարձումյանի քաղաքական առումով կշիռ չունենալու մասին, իրենից ոչինչ չներկայացնելու մասին քաղաքական առումով, բայց իրենից ոչինչ չներկայացնում եւ կշիռ չունեցող մարդուն արդյոք նման դատավճիռ կտային։ Դավիթ Համբարձումյանը պաշտոնով չէ, որ հեղինակություն վայելող եւ հարգանքի արժանի մարդ է դարձել։ Դավիթ Համբարձումյանի կշիռը առաջին հերթին իր տղամարդտեսակի մեջ է եւ այստեղ բավականին զավեշտալի է, որ իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր խոսում են կշռի մասին, պաշտոնը հանեց, դիրք հանեց, դրանից ներքև որևէ բան գոյություն չունի։ Եվ երկրորդը այն process-ները, որոնք այսօր տեղի ունենում եւ դրանում հիմնական թիրախավորված է նաեւ Դավիթ Համբարձումյանը, ըստ էության ցույց են տալիս, որ իրականացում է այն անձանց նկատմամբ, որոնք իշխանության համար ստեղծում են խնդիրներ քաղաքական կեցվածքի առումով, որպես ընդդիմախոսներ, համայնքի ղեկավարներ, ովքեր ունեն հստակ դիրքորոշումներ եւ պատահական չէ, որ իրենց նկատմամբ այսօր ընդգծված իշխանությունները ճնշումներ է իրականացում, այնպես որ լավ կլինի իրենք կշռից եւ մնացած հանգամանքներից չխոսեն, որովհետեւ այսօր միգուցե ունեն իշխանություն, ոտները պոկվել է նաեւ շատ-շատերի գետնից եւ իրադարձությունները լրիվ այլ ձևով են նայում։ Այդ ժամանակը գրա շատ շուտ քիչնեն ասֆալտին եւ իրավիճակի եւ հանրության վերաբերմունքը նաեւ իրենց մաշկի վրա կզգան։ Ձեր կանխատեսումները ինչպիսին են, կթողնեն դուրս գա հանգիստ հաշվի առնելով, որ ինքը հանդես է եկել հայտարարությամբ, չի փախչելու, թե ժանրի կանոնների համաձայն շոուներով մինչեւ դուրս գալը կտանեն։ Ես որքան հասկանում իրավական տեսանկյունից կա երկու ճանապարհ։ Մի ճանապարհը պարզապես նրա վայրեջ կատարելն է գնալ տուն եւ այնտեղից ներկանալ անպատասխան վայր, բայց այս իշխանության դեպքում ով որևէ բանի առաջ կանգ չի առնում եւ այն իշխանության, որը այս պայմաններում չլսված դատավճիռ է կարդում, մի պարագայում, երբ որ ակնհայտորեն պարզ էր, որ այն մարդիկ, նույնիսկ ովքեր ցուցմունքներ էին տվել ժամանակին իր դեմ, այդ մարդիկ նախաքննության դեռևս փուլում հրաժարվել են, որովհետև չկա տեսանյութ, որը կհաստատի Դավիթ Համբարձումյանի ներկայությունը այդ process-ում, եւ բնական է, որ այս պայմաններում այս իշխանությունից ամեն ինչ սպասելի է, դրա համար կանխատեսումներ պարզապես չեմ անում։ Իսկ ինչ է կարծում, իմպիչմենտի ընդդիմության միասնական տեխնացու լինելը վատացնում է այս պահին վիճակը Դավիթ Համբարձումյանի, թե ավելի լավ դիրք է։ Գիտեք, չի ուզենա դրան որակել որպես վատացնել, հատկապես որ Դավիթ Համբարձումյանը փորձված գործիչ է, ի սկզբանե հասկանում էր իր քայլի պատասխանատու լինելը եւ բնականաբար այս իրավիճակում այնպես էլ չէ, որ շատ անկանխատեսելի բան է տեղի ունեցել եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ
կարևորագույն հանգամանքը քաղաքական տեսանկյունից այդ process-ի շարունակականության ապահովումն է, այս պայն իրավական մասով դա դեռևս թույլ է տալիս նաև Դավիթ Համբարձումյանի մասով, որովհետև այս իշխանության հետ այսպիսի գործիքակազմի կիրառման պայմաններում ընտրությունների գնալը բնականաբար գրեթե զրոյացնում է ընդդիմադիր միավորների կամ ուժերի հաջողության հնարավորությունը, նրա համար ովքեր հստակորեն այս պահը լիարժեքորեն կարողանում են ճիշտ գնահատել այն իրավիճակը, որը այսօր ստեղծված է եւ զարգանում է, կարծում եմ իրենց ջանքերը պետք է ավելի շատ կենտրոնացնեն ոչ թե ընտրությունների վրա, այլ շատ ավելի այն բոլոր process-ների, որոնք հնարավորություն կտան մինչև 26 թվականը իշխանության հարցը լուծել։ Շնորհակալություն։